Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն։ Օր մարտի 14։ Հաղթող յուրաքանչյուր պայքարում։ Աստված խոստացել է, որ դուք հաղթանակած դուրս կգաք յուրաքանչյուր պայքարից պսակված նրա զորությամբ։ Ով Տեր, բարձրացիր զորությունովդ, և մենք կօրհնենք և սաղմոս կասենք քո կարողությանը։ Սաղմոս 21:13 խոսք։ Սուրբ Հոգին մեզանից դուրս է մղում ընկնելու, Աստծուց բաժանվելու, Սուրբ Հոգու ներկայությունը կորցնելու ամեն տեսակի վախ, մեր մեջ սերմանելով իր ուրախությունը։ Մենք պետք է առաջ գնանք Դավթի պես ուրախությամբ, որովհետև Աստված մեզ վստահեցրել է, որ մենք հաղթելու ենք։ Այնուամենայնիվ քչերն ունեն այս ուրախությունը և ուրախության այս առատությունը։ Շատ մարդիկ երբեք չեն ճաշակում մտքի խաղաղությունը կամ հենց Քրիստոսի ներկայության խաղաղությունը։ Նրանք քայլում են ասես վշտի մեջ, պատկերացնելով, որ իրենք Աստծո բարկության ձեռքի տակ են, այլ ոչ թե նրա պաշտպանիչ թևերի տակ։ Նրանք Աստծուն տեսնում են որպես խիստ վերակացու, որը միշտ պատրաստ է մտրակով հարվածել իրենց մեջքին, և այսպես նրանք ապրում են դժբախտ, առանց հույսի, ավելի մեռած, քան կենդանի։ Աստծո աչքերում մեր խնդիրը մեղքը չէ, այլ վստահությունը։ Տեր Հիսուսը մեկ անգամ և ընդմիշտ ջնջեց մեր մեղքի խնդիրը Գողգոթայում։ Նա մեզ չի մեղադրում ասելով. այս անգամ դու անցար քո սահմանները։ Ոչ, նրա վերաբերմունքը մեր հանդեպ ճիշտ հակառակն է։ Նրա Հոգին անընդհատ հրապուրում է մեզ, հիշեցնելով մեզ Հոր սիրառատ բարության մասին նույնիսկ մեր անհաջողությունների մեջ։ Երբ մենք կենտրոնանում ենք մեր մեղքի վրա, մենք անտեսում ենք այն, ինչ Աստված ամենաշատն է ուզում։ Բայց առանց հավատքի անկարելի է հաճո լինել, և իրան խնդրողներին վարձահատույց կլինի։ Եբրայեցիս 11:6 խոսք։ Այս խոսքն ասում է ամեն բան։ Մեր Աստվածը վարձատրող է, և նա այնքան է ցանկանում մեզ ողողել իր սիրով և բարությամբ, որ նա մեզ օրհնում է նախատեսվածից շատ ավելի շուտ։ Սա հենց այն գաղափարն է, որը մեր երկնային Հայրը ցանկանում է, որ մենք ունենանք։ Նա ասում է. «Ես ուզում եմ հավաստիացնել իմ զավակներին, որ ես ներել եմ նրանց իմ որդու մաքրող արյան միջոցով։ Նա մեզ համար ճանապարհ է բացում, որպեսզի յուրաքանչյուր պայքարից մենք հաղթող դուրս գանք»։